Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ Կանանց հարթակ ոդկասթին հրավիրել եմ լրագրող Նարինե Ղալեչյանին։ Ուրախ եմ, որ այսօր մենք առիթ ունենք խոսելու լրագրության մասին, խնդիրների մասին եւ խնդիրների լուծման մասին։ Ինչ բարդ թեմաներ եք լուսաբանել որպես լրագրող եւ ինչ դժվարությունների եք առնչվել ձեր գործունեության ընթացքում, հատկապես երկար տարիների փորձ ունեք։ Կուզենամ դրա մասին մի քիչ խոսենք։ Գիտես երևի, որ ես լրագրությամբ զբաղվում եմ, այս ոլորտում եմ արդեն շուրջ 20 տարի եւ երբ ինձ այդ հարցը տալիս են, որ թեման է ավելի բարդ, ես ասում եմ բոլոր, որովհետեւ աշխատանքը ինքնին շատ հեշտերից չէ, չգիտեմ, կա այդպիսի հեշտ աշխատանք, եթե ցանկացած թեմա, որով դու զբաղվում ես ու փորձում ես ուղղն ու ծուծով ուսումնասիրել խնդիրը, փորձում ես վերհանել խնդիրը լուծման ճանապարհները եւ այլն, արդեն բարդ է։ Բայց ես ընտրել եմ այսպիսի ուղղություն, ավելի շատ սիրում եմ լուսաբանել այն մարդկանց խնդիրները, որոնք այս քաղաքական fast food-ի եւ այս բուրըն կյանքի լրատվական էջերից ոնց որ լուսանցքում են մնացել, օրինակ միավ ձիահ ունեցող մարդիկ, բուլինգի ենթարկված երեխաները, կանայք, բռնության, սեռական բռնության ենթարկված կանայք ու երեխաները, մարդիկ, որոնք իրենց խնդիրներով հաճախ չեն երևում էկրաններին, բռնադատվածներ, դատապարտվածներ, խաղերից կամ թմրանյութերից կախվածություն ունեցողներ եւ այլն, բայց սա չի նշանակում, որ հարակից թեմաներ, առողջապահության ոլորտը միշտ իմ ուշադրության կենտրոնում է, հետեւաբար այս հարցին միանշանակ պատասխան չունեմ, համոզվել եմ, որ ցանկացած թեմա բարդ է լուսաբանել, երբ դու աշխատում ես մարդու հետ։ Ինչ խորհուրդներ կարող եք տալ, որը ձեր 20-ամյա փորձի արդյունքում կուտակել եք, օրինակ հենց հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքին առնչվող խնդիրները լուսաբանելիս, լինի թմրանյութերից կախվածություն, առողջապահական խնդիրներ եւ այլն։ Ընդհանրապես շփման էթիկան կարծում եմ, որ դա մի բան է, երբ դու չպետք է անցնես դիմացինի նեղ անձնական տիրույթի սահմանը, բայց սովորաբար ես իմ փորձից խոսեմ, որովհետև չեմ սիրում խորհուրդներ տալ, ամենաանշնորհակալ գործն է եւ ես պիտի գերմարդ լինեմ, որ խորհուրդներ տամ, իմ փորձից ելնելով, իհարկե սկսել եմ շատ սխալներով։ Հիմա հասկացել եմ, որ եթե ես ուզում եմ մարդու հետ խոսել, մարդը բացվի, վստահի ինձ եւ այլն, նախ հարցնում եմ իրեն, ինչ թեմաներ կա, որոնք խնդրին թեև առնչվում են, բայց ինքը չի ուզում դրա մասին խոսել։ Հիմնականում օրինակ սեռական բռնության ենթարկված մարդիկ, միավ ձիահ ունեցող մարդիկ, կախվածություններ ունեցող մարդիկ, սեռական փոքրամասնության ներկայացուցիչները Հայաստանում սա դեռ չհաղթահարված խնդիր է, այս մարդիկ խոսում են փակ դեմքով։ Քանի դեռ իրենք խոսում են փակ դեմքով, քանի դեռ խնդրում են, որ իրենց ձայնը փոխվի, նշանակում է, որ իրենք ինտեգրված չեն այս հասարակությունում ընդհանուր առմամբ, այստեղ կառավարությունը, իշխանությունը, ընդ որում բոլոր նախորդ, ներկա, հաջորդ բոլորն ունեն անելիք ու եւ կարծում եմ որ բոլորն են թերանում մի այսպիսի լայֆ հաք հիմա այդպես մոդա է, չի ասել, մի այսպիսի լայֆ հաք ունեմ, երբ որ մարդը ուզում է որ ինքը խոսի փակ դեմքով, սովորաբար ինչ ենք անում, պատուհանի մոտ ենք նստեցնում, այդ տեխնիկան ենք օգտագործում, լույսը վառում ենք, մեր լեզվով ասած մասնագիտական։ Հիմա ես որոշել եմ այսպիսի բան, իրենց առաջարկում եմ, որպեսզի ձեր ուրվագիծն էլ չերևա, որովհետև ես շատ հեշտ կարող եմ իմ ընկերոջը կամ հարազատին ճանաչել, անգամ եթե մուգ է ֆոնը, եւ մի տեսակ շատ տհաճ է կադրում տեսնել մուգ ֆոն, բան։ Ես առաջարկում եմ իրենց կամ հաճախ ինքս ինձ հետ տանում եմ հագնել մի վերնազգեստ, որն ունի նաեւ գլխարկ, որ հետևից ամբողջությամբ նաեւ իր ուրվագիծն է փակում։ Սա էլ մի բան է, օրինակ վերջերս հարցազրույցների ընթացքում բռնության ենթարկված կանանցից մեկն ասաց, որ ես չեմ սիրում ուրիշի հագուստը հագնել։ Այստեղ քննարկում ենք իրեն, իսկ ինչ տարբերակ ունես դու, իսկ գուցե դու ունես այդ հագուստը եւ այլն, որպեսզի մարդիկ բացվեն, վստահեն քեզ, հատկապես իմ նշած խումբը։ Իդեպ իրենց այդ նկարահանման գնալիս ես նախապես զգուշացնում եմ, որ ես մենակ չեմ, ինձ հետ գալու է օպերատոր։ Իրենք հաճախ մտածում են, իրենք ուզում են, որ օպերատորը իրենց տեսնի։ Շատ տեխնիկական բաներ կա, որ պայմանավորվում են։ Ասում եմ, դե եթե ունեք սոցիալական աշխատող կամ ընկեր, որը ձեզ հետ է լինելու կամ ձեր ցանկացած վայրում ենք, դուք դիրքավորվեք, տեղավորվեք, մենք կգանք, եւ ես իրենց վստահեցնում եմ, որ օպերատորը եթե այդ պահին տեսնի, ապա մոռանալու է եւ իմ գործընկերները վստահությամբ ասում եմ, ես իրենց հետ տարիներ շարունակ աշխատում եմ, նկարահանման վայրը լքելիս արդեն մոռանում են ով էր դիմացը կանգնած։ Ավելին,
հաճախ լինում է, որ իրենք ասում են, գիտեք, մեզ խոստացել են, որ մեր ձայնը կփոխեն, բայց ձայնը չի փոխվել։ Այս աշխատանքները շատ նուրբ են։ Եղել են, որ ես օրինակ հարցազրույցի գնալուց առաջ նախորդ օրը ժամերով զրուցել եմ մարդու հետ։ Հանդիպել եմ իրեն, տետատետ տեսել ենք, քննարկել ենք, ժամերով զրույց ենք ունեցել։ Եղել է, որ ես իմ ժամանակն եմ տրամադրել ինքն իրեն, բայց հետո որոշել է, որ կխոսի, բայց հեռախոսով։ Այսինքն, այսպիսի խոցելի կամ չի խոսի, խոցելի կամ լուրջ թեմաներ, լուրջ նկատի ունեմ մարդու համար, որը դեռ չի հաղթահարել դա։ Ես չեմ վերաբերում այնպես, որ ժամանակ եմ հատկացրել, ուրեմն պիտի լուսաբանեմ։ Ու այդ առումով բախտավոր եմ նաև, որ իմ խմբագիրն է աջակցում ինձ։ Երբևէ չի եղել, որ ես գնամ օրեր կորցնեմ ու գամ ասեմ ասի ոչ, ժամանակ ես տրամադրել, ուրեմն այդ հարցազրույցը պիտի լինի։ Այսպիսի թեմաները բավականին խոցելի մարդկանց հետ աշխատելը շատ նուրբ է, շատ զգայուն է։ Եղել են դեպքեր, երբ հիմա հաղորդման ընթացքում գուցե ժամանակ ունենամ դրա մասին խոսելու, եղել են դեպքեր, երբ մարդիկ հարցազրույցի ժամանակ սկսել են հուզվել ու իրենք նայում են քեզ, ու էմոցիոնալ աջակցության կարիք ունեն։ Սկզբում իմ մոտ էր էմոցիոնալ այդ բանը սառած, ես ուղղակի sense ապշած նայում էի, որովհետև այդ էմոցիաները փորձում էի կառավարել։ Հետո ըստ դիմացինի ռեակցիայի ես հասկանում, որ պետք է քեզ էլ թույլ թողնես, որ ինքն է հասկանում, ռոբոտի հետ չի խոսում, մարդու հետ է խոսում։ Այս ինչու ասեցի, այսպես բարդ, երկար պատրաստվում ես, հարցազրույց ես անում, հրապարակում ես, հաճախ սկսվում է այդ hate speech-ը ներքևում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ լրագրողը այս հասարակության փայտփորիկն է ու երբևէ չպետք է խուսափի այս փակ թեմաներին անդրադառնալ։ Ձեր տիրույթում հատկապես այդ տեսակ ռեպորտաժներ պատրաստելիս, խոցելի խմբերի հետ աշխատելիս դուք ոչ միայն այդ թեմայով, առհասարակ դուք գրում եք, որ ատելության խոսք տարածողներին արգելափակելու եք։ Ձեր տիրույթում արգելափակեցիք, բայց այլ տիրույթներում այդ ատելության խոսքն էլ է շարունակվում, այդ մարդկանց էլ են թիրախավորում։ Ինչ անել այս դեպքում։ Ես որքան ուսումնասիրում եմ, աշխարհում դեռ չկա մի լրատվամիջոց, որը 100%-ով լուծել է ատելության խոսքի տարածման դեմ այդ գործիքներն եւ խնդիրը լուծել է։ Վերջերս ընկերներիս հետ նաեւ հրապարակում էի արել Facebook-ում, քննարկում ենք, թե իմ բլոկ լիստը, որտեղ բլոկավորված մարդիկ են, այսպես մի քանի րոպե թերթում էինք։ Մոտ մի 5-6 հազար, դա նախորդող մի քանի ամիսներին, հիմա երևի ավելի շատ, ինձ ասում են, դե գիտես 10,000-ից ավելի մարդ է հետևում քո էջին, բայց եթե դու տեն շարունակես բլոկել, մարդ չի մնա։ Ես ասում եմ, ոչինչ, թող 5 հոգի հետևի, թող 10 հոգի հետևի, բայց իմ էջում այդ ատելության խոսք, բռնության կոչ, մարդուն նսեմացնող, վիրավորանք չլինի։ Ես իմ աուդիտորիային փորձում եմ բերել այն դաշտ, որ ամենասուր քննադատությունն իսկապես կարող եք գրել, ամենասուր, ամենադիպուկ, բայց դա պիտի լինի իմ նշած կանոնների սահմաններում, որովհետև իմիջը իմ տարածքն է։ Նաև դրանով եմ կարողանում մարդկանց համոզել, բայց դու ճիշտ ես թե հիմնը, որովհետև հաճախ քո գրառումը կիսվում են մարդիկ եւ այնտեղ գնում է hate speech-ը։ Ես հետո իդեպ ժամանակին խնդրում էի, ասում էի կոմենտները ջնջեք, որովհետև մարդիկ նայում են ման, հետո երբ որ ինձ էին զանգահարում իմ հերոսները, ես փորձում եմ իրենց հետ աշխատել, որ ես չեմ կարող բոլորի համար պատասխան տալ, ինչպես որ դուք չեք կարող բոլորի փոխարեն պատասխան տալ։ Իմ տիրույթում չի լինելու դա։ Մյուս տիրույթներում պիտի ուղղակի իգնոր անեք, այո։ Եվ աստիճանաբար ընկերներիցս մեկը, որի հետ վերջերս խոսում էի, ասում էր, որ Facebook-ը հիմա փոխել է կարգավորումները եւ ասում էր, գիտես, այդ կարգավորումներն այնքան խիստ են, որ եթե դրան է գումարվում է քո կարգավորումները, քո էջում շուտով մարդ չի մնալու։ Ես նորից վերադառնում եմ դրան, այն 10-12000 հոգին, արդեն 13, որի մեջում ինձ հետևում են, ես հոգաչափ շնորհակալ եմ իրենց, որովհետև գրեթե բոլորն արդեն գիտեն իմ պայմաններն, իմ կանոնները, եւ ես շատ կուզեմ, որ լրատվամիջոցները թեև փորձում են, բայց լինի այդ խումբը, որ այդ կոմենտները ջնջելով է զբաղված եւ չվախենան հետևորդ կորցնելիս, չվախենան դիտումներ կորցնել ու այո պետք է արգելափակել այդպիսի մարդկանց ուղակի, որովհետև դու շփվում ես մարդու հետ, որը քեզ վստահում է, խոսում է, բայց հետո ներքևում ինչ ասես չի կարդում։ Ես կոպվել եմ։ Իմ հյուրերից մեկը վերջերս ինձ ասեց. «Դու տեսել ես իմ մասին ինչեր են գրում, խնդրում եմ դրանք հեռացրու», մտա իր
իրեն ուղղված գրառումները հեռացրեցի, բայց թողեցի այն ինչ իմ մասին էր գրված։ Հետո ասում եմ, լսի, բա ինչու՞ չես ջնջել քո հասցեին ուղղված գրառումները։ Ասում եմ, իսկ դա թողում եմ, որ այդ մարդու ծանոթը, երեխան, ընկերները հենց տեսնեն, հասկանամ, որ այս մարդը գուցե իրականում այլ մարդ է, բայց այսպեսին է ինքը, այսինքն դու գրում ես այն ինչ դու ես, ուտում ես այն ինչ, այդ հայտնի բան է, չէ՞, բայց եթե դու դրսում, օй, շատ ցիվիլ, գրագետ, բայց Facebook-ում եւ սոցիալական տարածքներում մոռանում ես դրա մասին, ուրեմն դա չպիտի ջնջվի, դա պիտի մնա, որ քեզ ճանաչողները տեսնեն եւ հասկանան դու ով ես իրականում։ Ավելին ժամանակին սկրինշոթ էի անում եւ տարածում էի դրանք, որ մարդիկ տեսնեն ովքեր են այս մարդիկ, բայց հիմա հասկացա, որ դա ժամանակի զուտ կորուստ է եւ դադարեցրի։ Այն մարդկանց մասին դուք ռեպորտաժներ եք հաճախ պատրաստում, երբեմն հենց պետական մարմինների հոգացության, բացակայության արդյունքում հայտնվում են թիրախային վիճակում եւ իրենց թիրախավորում են եւ ատելության խոսք կա եւ այլն եւ իրենց խնդիրները գուցե շատ ավելի նուրբ են եւ չլուծված։ Այ պետական մարմիններին, որ հարցումներ եք անում, հատկապես այս խնդիրների վերաբերյալ եւ պատասխան չեք ստանում։ Լինի առողջապահության ոլորտ, լինի խոցելի խմբեր, լինի բռնության ենթարկված կանայք, ինչ եք անում, որպեսզի ստանաք պետական մարմինների պատասխանները։ Ինձ համար շատ դժվար է եւ կարծում եմ ցանկացած լրագրողի որևէ պետական մարմնից ստանալ վիճակագրություն։ Հայաստանում կարծես վիճակագրական սով կա։ Եթե դու ուզում ես խոսել սեռական բռնության կամ որևէ այլ խնդրի մասին կամ սեռական փոքրամասնությունների մասին, թե քանիսն է բռնության ենթարկվել, որոնց գործն է հասել դատարան, որն է արդեն քննչական գործողություններից հետո փակվել եւ այլն, չկա այդ վիճակագրությունը, որովհետև իրավապահ մարմիններն ասում են մենք չենք վարում առանձին վիճակագրություն, սա արդեն խնդրեմ է։ Ու դու ստիպված ես ամիսներով, օրերով, շաբաթներով ուսումնասիրել այդ բոլոր դեպքերը եւ կազմել քո վիճակագրությունը։ Աստված մի արածե մի տար շփոթես, այդ նույն պետական մարմինները քեզ ուղարկի անարգանքի սյունին կգամեն, բայց երբեք չեն ասի, որ իրենք չունեն այդ վիճակագրությունը։ Ես կարծում եմ սա ամենամեծ բացերից մեկն է։ Դու չես կարող խոսել խնդրի մասին, խոսել խնդիրը որքանով է որքանով է ծավալուն, որքանով է հասունացել դրա լուծման կամ գուցե ինչ որ գործիքներ մեղմելու կամ խստացնելու ժամանակը, եթե չունես վիճակագրություն։ Ես այս խնդրեմն եմ ունենում հաճախ պետական մարմինների հետ աշխատելիս, բայց ես որպես լրագրող նաև շատ համառ եմ, գիտեմ, որ պետական մարմինները հոգնում են հաճախ ինձ հետ աշխատելիս, ես չեմ սահմանափակվում ռեպորտաժով, ռեպորտաժն ավարտվեց, ես մարդկանց հետ ապրում եմ, ամիսներով զանգահարում եմ, անընդհատ գրում եմ, հաճախ լինում է որ չեմ էլ լուսաբանում, բայց անընդհատ հետո հետևում եմ, իսկ եթե լուսաբանում եմ, հաջորդիվ ռեպորտաժները լինում են չլուծված խնդրի մասին, խոսեցինք, անցել է այսքան ժամանակ, չի լուծվել։ Հիմա մի օրինակ հիշեցի, բայց իդենտիֆիկացնող ոչ մի տվյալ չեմ ասի, թեև դա արդեն այս դեպքում կարող եմ ասել, որովհետև տղամարդը ինքը դուք էլ կհիշեք արդեն կառավարության դիմաց ձմռան, սաստիկ ձմռանը ամպուտացված ոտքերով տղամարդ էր, որն ուներ միավ, օրեր շարունակ սոցիալ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա անում։ Պահանջը որն էր, ինքն ունի միավ եւ միայնակ տղամարդ է, ընտանիք չունի եւ այլն, գլխին ծածկ չունի։ Պետությունը իրան հետո հատկացրեց ինչ որ տարածք, բայց ինքը պիտի ունենար սոցիալական աջակցող, որպեսզի իրեն կերակրեին, մարդը երկու ոտքը ուղակի չունի, որպեսզի կարողանային օգնել, որ ամենատարրական կարիքները հոգա, եւ Հայաստանում կա այդպես բարեգործական սոցիալական ճաշարաններ, այս տղամարդը չէր կարողանում դրանից օգտվել եւ այն բացառիկ դեպքերից մեկն է, որ բաց դեմքով առանց ձայնը փոխելու ասում էր, որ այո, ես ունեմ միավ։ Եվ զուտ նրա համար, որ ինքն ունի միավ, այդ ճաշարանները իրեն չէին ընդունում։ Աշխարհում միավն այլևս չի դասվում վարակիչ հիվանդությունների շարքում, բայց շատ տհաճ էր ու շատ պրոբլեմատիկ, որ Հայաստանում պարզվում է սոցիալ նախարարությունը, առողջապահության նախարարությունը, չգիտեմ, դիտմամբ թե ուղակի չգիտեին, թե ուղակի մարդիկ բողոքողները քիչ են եւ այլն, ուղակի բանի տեղ չէին դրել դրան։ Եվ այս տղամարդու հետ փորձեցինք անցնել գնալ ճաշարան, բոլոր ճանապարհները փորձեցինք անցնել, ի վերջո խնդիրը լուսաբանվեց հասարակական կազմակերպություններից մեկի աջակցությամբ իհարկե, իրական աշխարհ, իրական մարդիկ, չգիտեմ արժե անունը տալ թե ոչ, բայց այս կազմակերպությունը օգնեց այս մարդուն, մենք էլ մեր լուսաբանմամբ լուսաբանեցի, հետո
շաբաթներ անց զանգահարում եմ, լուծվեց ձեր խնդիրը, ոչ, մի հատ էլ դրա մասին։ Եվ այդպես մի ամբողջ շարք սկսեցինք, մինչև որ մի օր խնդիրը լուծվեց։ ասեցին, որ սոցիալ նախարարություն եւ առողջապահության նախարարությունը վերանայել են եւ այն հայտարարությունը, որ միավ աշխարհում չի համարվում վարակիչ հիվանդություն, այ համարվում է կանխարգելի հիվանդություն, որովհետեւ մարդկանց նաեւ պիտի կրթես, թե դրա կանխարգելումը որն է, ինչքան կարելի է վիրուսի աստիճան իջացնել օրգանիզմում, որ դու այլևս վարակիչ չլինես եւ այլն, եւ վերջո այդ համառ ջանքերից իմ եւ հասարակական կազմակերպության նաեւ այդ տղամարդու Հայաստանում փոխվեց օրենքը։ Այլևս միավ ունեցող մարդիկ չունեն այդ խնդրեմը, եթե դու ունես միավ, դու կարող ես գնալ հանգիստ սոցիալական ճաշարաններից օգտվել։ Սա համարում եմ իմ գործընկերների ձեռքբերումներից մեկը, որովհետև հետո ինձ ասում են, դե այդ մարդկանց թիվը այդքան շատ չի։ Անգամ եթե մի մարդու կյանքա փոխվել, ես համարում եմ, որ ես մի լավ բան արել եմ։ Ուզում եմ խոսենք մի խնդրից, որը սեփական ձեր կյանքի փորձով դուք կուտակել եք եւ այդ կուտակած փորձով նաեւ կարողանում եք վերլուծել բավականին բարդ ոլորտ, ասենք կառուցապատողների խնդիրները, որոնք հասնում են մի կետի, սկզբում հավաքում են գումար, հետո վարկեր են ձևակերպում, հիպոթեք եւ այլն, եւ արդյունքում սնանկանում են, մարդիկ մնում են անօթևան։ Այս խնդրին նաև բախվել եք դուք ձեր կյանքի փորձով, ձեր անհատական փորձով, ինչ եք բացահայտել եւ ինչ ասում եք խորհուրդներ չեք ուզում տալ, բայց պատկերացրեք ինչքան մարդիկ կան, որոնք որ ունեն նույն խնդիրը, ինչ անել։ Այդ պատմությունները սովորաբար մեր դեպքում փառք Աստծո սնանկության չեն գնացել դեռ, բայց ես ուզում եմ որ մարդիկ չվախենան դրանից, անգամ եթե կառուցապատողը ամեն դեպքում դուք գիտեք մեխանիկան ինչպես է կատարվում։ Ցավոք, իմ կամքից անկախ ես նաև այս ոլորտի փորձագետ դարձա, բնավ դրա ցանկությունը չունեմ, որովհետև գերց արաբեռնված եմ աշխատում եւ գրեթե բոլոր ոլորտներից եթե ուզում ես լուսաբանել, ապա գոնե քիչ թե շատ պիտի տեղեկություն հավաքես։ Այս ոլորտում կյանքից բերումով դարձա սրա փորձագետը, որպեսզի իմ անձնական պատմությունը չպատմեմ, բայց այո, մեր շենքը դեռ չունի շահագործման ակտ, դա այն վերջին փաստաթուղթն է, որից հետո նոր դու կարող ես շենքում ապրել։ Բայց Հայաստանում ամեն ինչ այլ է։ Պատկերացրեք մի բան, դու դատարկ գրպանով որոշում ես, որ պիտի շենք կառուցես։ Դատարկ գրպանով, բառից բուն իմաստով։ Ունես ընդհանրապես X գումար, որը դնում ես բանկում եւ հույսը դնում ես, որ բնակիչները այդ գումարը կտան, իրենց գումարից կհավաքես, կսարքես փինաչու գործ։ Այն ինչ արվում է կառուցապատման ոլորտում Հայաստանում, սա քաղաքաշինական աղետ է։ Իսկ ինչու են մարդիկ բախվում այդ խնդիրներին, իմ բացահայտումներն են բերում դրան։ Ես ոչ միայն իմ պատմությունն եմ հաճախ գրում, այլև լուսաբանում եմ այս խնդիրները։ Ես որոշում եմ, որ եթե մի օր լրագրող չլինեմ, հասարակական կազմակերպություն եմ հիմնելու, որը միայն զբաղվելու է այս ուղղությամբ, այո։ Ինչու է այսպես, որովհետև քաղաքապետարան, կառավարություն եւ կառուցապատող ամբողջ աշխարհում այնքանով որքանով ուսումնասիրում եմ, սրանք բոլորը աշխատում են միասին։ Հայաստանում այս մարմիններն իրարից անկախ են աշխատում։ Կառուցապատողը քայլերով ասեմ ինչից ոնց է գնում, որ խորհուրդ չտամ, բայց մարդիկ լսողներն իմանան, Հայաստանում տարիներ առաջ եղավ եկամտահարկի վերադարձի այդ հրաշալի օրենքը, որ իսկապես թվում էր հրաշալի, բայց ինքը ունի շատ խնդիրներ, որ այդպես էլ չլուծվեց։ Աշխատող մարդիկ մտածում են, դե քանի դեռ շենքը պատրաստ չէ, նախագծային փուլում է, շատ ավելի մատչելի գնով դու կարողանում ես կանխավճարը վճարել, տունը վերցնել եւ հետո քո աշխատավարձի եկամտահարկը գնում է դրա փակմանը։ Մի հրաշալի ծրագիր։ Ես փորձեցի ինքս օգտվել դրանից։ Որպես կանոն բոլոր կառուցապատողներն անխտիր դեռ երևի 2-3-ն են հանդիպել, որ ժամանակը չեն ուշացնում այդ 6 պայմանագրում գրվում է կետ, որ այսին ժամանակ քո բնականը հանձնվելու է։ Որպես կանոն բոլորը անցնում են դա։ Որպեսզի ես դետալներով չծանրաբեռնեմ մարդկանց, եթե ես հետ գնայի, ապա ես երբեք զրոյական դիրքից շենքից բնակարան չէի գնի։ Որովհետև երբ որ դու այո, բայց հիմա կառուցված շենքերից գնելն էլ է խնդրեմ։ Որովհետև եթե մարդը ասում է, որ կառուցապատողը այս կամ այն խնդիրներով դրանք շատ բարդ են, շատ խուճուճ են, դա մի ժամվա հաղորդում է, ես արագ չեմ կարող դրա մասին խոսել։ Բայց ինչու են մարդիկ մտնում ես սարդոստայնի մեջ ու խճճվում, որովհետև նորից եմ պնդում կառավարություն, քաղաքապետարան, կառուցապատող, անկախ մարմինները, ով ինչ ուզում անում, այս մարդը շենքը կառուցում է, հետո քաղաքապետարան կամ տեսչական մարմինները
ասում են դե դու շեղվել ես նախնական պրոյեկտից եւ չենք հաստատում կամ պիտի փոփոխություններ անես, բայց դա մի օրում չի, չէ, շեղվում, մարդը ամիսներով, տարիներով այդ գծագրից շեղվում է։ Չկա այդ տեսչական մարմինը կամ կա գուցե քիչ են աշխատողներ, որ գնա ասի եղբայր, արդեն սխալ է սկսում է շինարարությունը, այստեղ պիտի կանաչ տարածք լինի, դու այդտեղ ավտոկայանատեղի ես կառուցում, այսինքն ավարտում վերջացնում է շենքը, վերջում որ պետք է գնա ավարտական վկայական ստանա, քաղաքապետարանում ասում են դե այսքան շեղում կա, մենք չենք կարող քեզ վկայական տալ, գնա շտկի։ Գնում շտկում է, այստեղ կառուցապատողները թե ինչ մանիպուլյացիաների են դիմում, այդ միայն իրեն գիտեն, ամենքն իր երևակայության սահմաններում։ Իդեպ եկամտահարկի վերադարձը տեղափոխվում է մարզեր։ Այս քաղաքաշինական աղետը ցավոք սրտի իմ կարծիքով գնալու է այնտեղ։ Հետևաբար պետք է պայմանագիրը ստանալու առաջին օրվանից շատ ուշադիր լինեք ինչեր են այնտեղ գրվում։ Հետո ավարտական ակտը չի տալիս կամ եթե մի կերպ տալիս է քաղաքապետարանը, դա ինչ ավարտական ակտը ասում է, օքեյ, շենքը կա, պատրաստ է, SSN կա։ Դրանից հետո պիտի լինի շահագործման ակտը։ Այն վերջնական աշխատանքները, որ կառուցապատողը դեռ չի արել, պիտի ավարտի, որ նոր ստանա շահագործման ակտը։ Հաճախ հենց այս փուլում մարդիկ գնում են սնանկացման կառուցապատողները։ Ինչու՞, որովհետև պետական մարմիններին կուտակած միլիոնների գումարներ են ունենում։ Եթե դու գնում ես սնանկացման, դա ոչ թե ամբողջությամբ մարվում է, այլ սնանկության դատավորի օգնությամբ ժամանակ է տրվում, որ դու աստիճանաբար մարես։ Իրենք հետո կարող են վիճարկել եւ պարզվի, որ լրիվ շահած դուրս եկան։ Ես նորից կրկնում եմ, որ եթե ինձ իհարկե կլսեն քաղաքապետարանից, շատ են լսել մեր խնդրով իհարկե, տեսչական մարմից եւ այլն, չի կարելի մարդուն ուղղորդել դատարան, որովհետեւ դուք գիտեք դատարանում գործերն ինչքան են գնում ու մնում։ Պետք է քաղաքացին տունը, բնակարանը գնելիս չընկնի այս գլխացավանքի մեջ։ Իսկ դրա համար ինչա կարեւոր, որ քաղաքաշինական այս խայտարակության վերջը տրվի պետական մարմինների գործուն ջանքերով։ Այ առանց կոյուղատար համակարգ կառուցելու նորակառույց հսկայական շենք են կառուցում եւ արդյունքում մարդիկ, ասենք, եթե այդ ամբողջ շենքում բնակվեն, մի օր այդ ուղղակի այդ կոյուղատար համակարգը կպայթի, որովհետեւ հին կոյուղատար համակարգին են գնում միանում։ Այս մասով ուսումնասիրություններ ունեք։ Իհարկե ունեմ, այս մասով քաղաքապետարանը լրագրողների ճնշումների ներքո ի վերջո սկսեց բաց խոսել, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ավականու նիստերից մեկի ընթացքում շատ ուղիղ ու շատ պարզ արդեն ստիպված ասաց, որ քաղաքաշինական այս բումը, որ Երևանում է, փոքրիկ Երևանում անհաշվելի են մաշված ցանցին են միանում եւ 50%-ից ավելին չունի սեփական կոյուղին։ Սա արդեն աղետ է։ Այս թիվը ստանալու համար ես ամիսներով դիմում էի դեռ Տարոն Մարգարյանի օրոք, որ թիվ ստանայի, չկար։ Բայց քանի դեռ շենքերի, քանի որ սկսվեցին շենքերի կառուցումները, այսպես օրը միտեղ մի շենք վերախոյանում, արդեն երբ որ սկսեցին, այդպիսի օր ու շաբաթ չկար, որ քաղաքապետարան որևէ պաշտոնյայի չհարցնեի, նոր կառուցվող շենքերը ունեն այս կամ այն հարմարությունները։ Այո, կամ փորձում ենք մի կերպ, այսինքն երբ որ դու շենքին հարգելի քաղաքապետարան տալիս ես թույլտվություն, որ ինքը կառուցապատողը X տարածքում շենք կառուցի, ապա ես դրա մասնագետը չեմ, բայց պիտի հասկանաք, չէ՞ որ չի դիմանում կոյուղատար համակարգը, մաշված է, քանդված է, Վեոլյան ասում է, ես չեմ կարող այդ բոլորը վերանորոգել, կառավարությունը այդտեղ պիտի ներդրումներ անի եւ այլն, բայց ես ամեն ինչից տուժում ով մարդը, որը մտածում է, որ եկամտահարկի օրենքը քանի կա, ես տունը առնեմ, որ այդ եկամտահարկը վերադառնա, այսինքն այդ ծուղակը, որ եկավ բարթվեց մարդկանց գլխին, հետո դառնում է մի այնպիսի պատմություն, որ ասում ես իսեր Աստծո, ինձ պետք չի այդ եկամտահարկը, ավելի լավ է ես սպասեմ, թանկ տուն առնեմ կամ ընդհանրապես վարձով ապրեմ։ Սա պետական համակարգի քաղաքային իշխանության տոտալ պրավալն եմ ես համարում։ Կա թեմա, որը կուզենաս այդ թեմայի մասին խոսել կամ երկար ուսումնասիրություն անել։ Իհարկե ամենօրյա լրահոսը խանգարում է լրագրողներին զբաղվել իրենց սիրելի թեմաներով, ժամանակ տրամադրել, երկար աշխատել, դա ինձ էլ է խանգարում հաճախ ու շատ խնդիրներ չեմ հասցնում խորությամբ ուսումնասիրել, բայց միևնույնն է դա անում եմ։ Խմբագրիս հետ քննարկում եմ այդ ժամանակ X փորձում են գտնել եւ զբաղվում ենք ամեն դեպքում չկա այդպիսի ոլորտ, այդպիսի խնդիր, որին ես ցանկացել եմ անդրադառնալ ու չեմ արել։ Մի հարցազրույց կա, մի մարդու հետ կուզեի հարցազրույց անել, որ ինձ դեռ չի հաջողվել, դա բոլորիս հայտնի սրտաբան Հրայր Հովակիմյանն է, որը Հայաստանում
սփյուռքահայ սրտաբան առաջիններից մեկն էր, որ եկավ Հայաստան ու սկսեց անվճար վիրահատել սրտի լուրջ խնդիրներ ունեցող երեխաների, հազարավոր կյանքեր փրկեց, հազարավոր սրտիկներ սկսեցին բաբախել ու այդ երեխաները, որոնք ուղղակի ապրելու շանս չունեին, Հրայրը Հովակիմյան իրենց վերակենդանացրեց, ինքը քանի որ Հայաստանում չի ապրում եւ շատ չի սիրում լրագրողների հետ շփվել, դա իմ երազանքն է հարցազրույց անել Հրայր Հովակիմյանի հետ ու եթե Հրայր Հովակիմյանը այս հաղորդումը լսի, ես շատ շնորհակալ կլինեմ, որ թեկուզ 20 րոպե ինքը իր կյանքի թանկարժեք ժամանակից տրամադրի, բայց գիտեմ որ չի սիրում լրագրողների հետ շատ շփվել։ Ձեր լրագրողական գործունեության 20-ամյա ժամանակահատվածում ինչ կարծրատիպային եւ խտրական վերաբերմունք եք նկատել անձամբ հենց ձեր նկատմամբ եւ դրա դեմ ինչպես եք կարողանում պայքարել կամ դիմակայել դրան։ Դրանք են տարածված կարծրատիպերն են, որ բոլորիս ծանոթ են ու ես այստեղ նորություն չեմ ասելու, բայց հիմնականում այդպիսի կարծրատիպերի հետ առնչվում ու բախվում եմ, երբ հարցազրույց եմ ունենում տղամարդկանց հետ։ Հիմա արդեն ավելի քիչ, որովհետև շատ արագ իրենց բացատրում եմ, որ ժամանակ մի ծախսեք դրա վրա, որովհետև դա ինձ չի հետաքրքրում։ Հիմա շատ սառն եմ բացարձակ ինձ եթե ինչ-որ մեկն ասում է դե գիտես կինը ոնց կարող է գա այստեղ նկարահանման ուղղակի իգնոր եմ անում որովհետև ինքս երբեք չեմ ազդվել հիմա ընդհանրապես չեմ ազդվում եւ ժամանակ չեմ տրամադրում այդ հարցերը քննարկելու անգամ եթե համացանցում են գրում ասում եմ օքեյ անցնում եմ առաջ եթե ժամանակին մի քիչ կնեղվեի հիմա բացարձակապես այդ խնդիրներն ինձ իսկապես անկեղծ եմ ասում ինձ չեն առնչվում ինձ չեն մտահոգում ես չեմ նեղվում դրանից բայց մի քանի այդպիսի պատմություն ա եղել, որն ինձ օգնել է, որ ես պիտի անցնեմ այդ կարծրատիպերի վրա, որովհետև դա ինձ խանգարում է։ Լուսաբանում էի մի խնդիր, որն առնչվում էր կոնկրետ տղամարդու, որն ունի թաղային ու քրեական հեղինակություն ունեցող տղամարդ էր։ Ես եւ օպերատորն ենք եւ ինքը այսպես սկսեց շանտաժների լեզվով բան, ու ես հասկացա, որ իրենք կանանց հետ չեն խոսում շանտաժների լեզվով, օպերատորի հետ են խոսում։ Խնդրեցի, որ օպերատորը հեռանա եւ ինքը ինձ սկսեց հայրաբար դասեր տալ աղջիկը կինը չի կարող գալ այստեղ իմ բիզնեսի մասին խոսել բիզնեսը ծայրիսար ապօրինի անօրինական բիզնես էր որով արդեն ԱԱԾ-ն էր զբաղվում ու ես չէի զբաղվում ուղղակի լուսաբանում է այդ process-ը որ ԱԱԾ-ն է այնտեղ է եւ ինքն էլ իր գահին բազմած ալարում էր վեր կանար իդեպ ԱԱԾ-ն իր աշխատասենյակի այդպես էլ չմտավ ու ինքը ինձ հետ առանձնազրույց ա ունենում փորձում ա դասեր տալ ես լսեցի եւ վերջում ասեցի որ ես ուղղակի չեմ վախենում ձեզանից որովհետեւ դուք ինչ պիտի անեք ինձ առավելագույնը որ պիտի անեք դա կյանքի ձրկերն է բայց չեք անի որովհետև արդեն բոլորը գիտեն որ ես հետ առանձին զրուցում եմ հետո դրանից հետո մի ձև գտա ուղակի իրեն սանձելու ասեցի եթե իմ կյանքի որևէ փուլում ինձ այդ որևէ բան պատահի ես ոստիկանությունում կգրեմ որ դրա մեղավորը դուք եք իրենք էլ ասում են օ չէ դե շարերի հետ շփվել չի կարելի այդ կարծրատիպը մնում է իրանց մոտ բայց դա իրանց խնդիրն է որովհետև եթե դու մարդուն ցույց ես տալիս որ այդ կարծրատիպերն ինձ խանգարում են ինքը անդադ օգտվելու է դրանից ուղղակի պիտի կամ կոտրես անցնես առաջ կամ ցույց տաս որ մնա մենակ կարծրատիպերով դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում տղամարդիկ որոնց հետ հաճախ ինտերվյու են կանում հիմա հատկապես մարզերում ես նկատել եմ մի բան որ եթե խնդիր կա իրանք դժգոհ են լրագրողի կին լրագրողի չեն խոսում գնում են օպերատորի հետ են խոսում մի քանի անգամ ասել են եղբայր ես եմ այս ռեպորտաժի տերը ինձ հետ խոսի գործ չունեք օպերատորի հետ գնում են վիճաբանության այդտեղ էլի դեպ 1-2 Բաքու ամուսինը ինչպես ա թողնում դու այս խնդիրներին մեջ մտնես եւ այլն երբ որ ասում ես վերջացրիք հիմա անցնում ենք ինտերվյուին սկսեք իրենք էլ դու իրեն տարածվելու շանս չես տալիս այստեղ կարող եմ խորհուրդ տալ ոչ միայն լրագրողներին ընդհանրապես կանանց եթե մի բան եք նախաձեռնել ու եթե դուք ուզում եք դրան հասնել բայց այս կամ այն կարծրատիպերը կոտրում են ուղղակի իգնոր արեք անցեք ուղղակի բանի տեղ մի դրեք դրանց Շնորհակալ եմ այսպիսի անկեղծ զրույցի համար, հատկապես այն խորհուրդները, որոնք տվեցիք, հատկապես շանտաժի գործիքը ոչնչացնելու տեսակետից եւ դա իրոք աշխատող ձևաչափ է եւ հուսով եմ այս խորհուրդներից նաեւ կօգտվեն մեր գործընկերները, մեզ լսող լսարանը եւ այլն։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր լրագրող Նարինե Ղալեչյանը։
Thank you.